Կոռուպցիոն ուշագրավ բացահայտումներ եւ անգնահատելի աշխատանք։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն տարվա ընթացքում չնայած ծանրաբեռնվածությանը արձանագրեց մի շարք ձեռքբերումներ, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս ասելու, որ 2025 թվականը հակակոռուպցիոն կոմիտեի համար կայացման տարվա շարունակություն էր։ Պարոն Ասատրյան, շնորհակալ եմ ձեզ մեր հրավերն ընդունելու եւ համաձայնվելու 2025 թվականը համատեղ ամփոփելու համար։ Իհարկե ամփոփում ենք 2025 թվականը, սակայն ինձ համար կարեւոր է, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման գործընթացը արդարացվել է, արդյոք այն սպասելիքները, որոնք ակնկալվում էր այս կառույցից, կատարվել են եւ արդեն հետհայացք նետելով եւ այս տարիների աշխատանքն ամփոփելով կարող ենք փաստել, որ վստահորեն պետք էր այս կառույցը Հայաստանի Հանրապետությանը։ Ես եմ շնորհակալ հարցազրույցի համար։ Տեսեք, կոռուպցիոն հանցագործությունները շատ հաճախ բարդ հանցագործություններ են, որոնք իրենց բնույթով պահանջում են մանրակրկիտ եւ խորը քննություն, եւ այս համատեքստում նախաքննական մարմնի մասնագիտացված նախաքննական մարմնի արկայությունը իր բավարար փորձի եւ ռեսուրսների տիրապետելու առումով մեծ նշանակություն ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու մասով։ Բացի այդ, պետք է ուղիղ ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է հատուկ փորձ եւ վերլուծություն, իսկ կոնկրետ նախաքննական մարմինը առանցին կարող է մասնագիտանալ այդ հատուկ վերլուծության մեջ, որը թույլ կտա ավելի արագ եւ արդյունավետ բացահայտել կոռուպցիոն սխեմաները։ Իսկ երկրորդ հերթին սա անկախ նախաքննական մարմնի արկայությունը հակակոռուպցիոն թույլ է տալիս հասարակությանը հասկանալ, որ պետությունը իրապես պայքարում է կոռուպցիայի դեմ եւ կարող է համարժեք արձագանք տալ կոռուպցիոն դեպքերին։ Այսինքն ամփոփելով կարող ենք նշել, որ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարում մի գործիք է, որը թույլ է տալիս առավել արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է կառույցի կազմում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների արկայությունը, որոնք թույլ են տալիս այո, որոնք առանձնահատկություն են նախաքննական մարմինը, որ իր կազմում ունի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանում, որը օգնում է ոչ միայն արագ արձագանքել կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ տեղեկություններին, այլ խորապես պայքարել բարդ եւ քողարկված կոռուպցիոն սխեմաների դեմ եւ բացահայտել դրանք ամբողջությամբ։ Շատ լավ։ Ես ուզում եմ մատնանշել, որ եվրոպական դատարանը մի շարք որոշումներում հենց ընդգծել էր այդ ուղղությունը, որ երբ օրինակ քննվում է նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ, մարմնի աշխատակիցների վերաբերյալ որևէ գործ, չի կարող այդ մարմին անաչառություն դրսևորել։ Դրա համար անհրաժեշտ էր թերևս ստեղծել այնպիսի մի մարմին, որն ավելի անաչառ եւ ավելի ազատ ու անկախ կգործեր եւ չէր ընդգրկվի այդ նույն կառույցի մեջ։ Այս տարբերակում անկախությունը մյուս նախաքննություն իրականացնող մարմիններից եւ այսպես գործադիր մարմնից, օրենսդիր մարմնից տարանջատված է, ունենք մենք այդ անկախությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմիններից մեկն է հանդիսանում։ Մենք ունենք անկախ հակակոռուպցիոն մարմիններից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հակակոռուպցիոն կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանները եւ այն անկախ է գործում է համանացան օրենքներին համապատասխան, իրականացնում է նախաքննություն, ինքնաբար է, ղեկավարում է բացառապես օրենքներով։ Եկեք արդեն 2025 թվականին անդրադառնանք եւ նշենք, թե ես տեսել եմ, որ բավականին շատ նախաքննական գործընթացներ են իրականացվել, մեղադրանքներ առաջադրվել, դա նշանակում է, որ ահռելի աշխատանք է իրականացվել։ Խոսենք մի փոքրիկ 2025 թվականին արձանագրված հանցագործության դեպքերից եւ այն աշխատանքների ծավալից, չգիտեմ, հանցագործությունների բացահայտումից, պետությանը պատճառած վնասի վերականգնումից, որոնք կատարվել են հենց 2025 թվականի ընթացքում։ Անցնող տարվա ընթացքում ունեցած մեր ցուցանիշները խոսուն են։ 2025 թվականի 11 ամիսների ամփոփման արդյունքների մասին կարող ենք այս պահին խոսել։ Տեսեք, 2025 թվականի 11 ամիսների ընթացքում քննվել է 2356 քրեական վարույթ, նախորդ ժամանակահատվածի 2104-ի համեմատ, այսինքն 252-ով ավել քրեական վարույթ է քննվել։ Սակայն այս պայմաններում դատարան ուղարկված վարույթների թիվը աճել է 78-ով, սա կազմում է շուրջ 56%, իսկ դատի տված անձանց թիվը ավելացել է 231-ով, սա կազմում է շուրջ 72%, իսկ կարճված քրեական վարույթների թիվը նվազել է 94-ով, այսինքն 16%-ով, այսինքն այստեղ մենք ունենք դատարանի աճ եւ կարճման նվազում։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ պատճառված վնասին, այստեղ մեծ ծավալուն աշխատանք է իրականացվել, 11 ամիսների ընթացքում վերականգնել ենք
միայն դրամական տեսքով 2 միլիարդ 230 միլիոն դրամ գումար, որը նախորդ ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է շուրջ 597 միլիոն դրամ գումար։ Ենթադրյալ հանցագործության պատճառած վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների մեծածավալ լինելը վերահաստատելու առումով կուզենայի մեկ համեմատական հասկացնել։ Տեսեք, 2025 թվականի 11 ամիսների ընթացքում վերականգնվել է 2021-ից 2024 թվականը ներառյալ վերականգնվածից 2.5 անգամ ավել վնաս։ Բացի այդ, քրեական վարույթներով հայտնաբերվել է ապօրինի օտարված 9 միլիարդ 165 միլիոն դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով 181 միավոր հողատարածք, որոնք ենթակա են հետագային վերադարձման պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան իրավական գործիքակազմի կիրառմամբ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու գործիքակազմը օդի պես անհրաժեշտ է կառույցին։ Այն նշեցինք, որ արդեն ունենք այդ գործիքակազմը, ուզում եմ հասկանալ ինչ փոխեց դա կառույցում, ինչ տվեց կառույցին եւ արդյոք այն արդյունավետությունը, որի մասին նշмарվում էր եւ որը որ խոստում էր, որ պետք է բարձրացվել է։ Այս թվերը խոսում են հենց այդ գործիքակազմի արդյունավետության մասին թերևս։ Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների կողմից եւս կատարվել է մեծածավալ աշխատանք անցնող տարվա ընթացքում, կատարվել են բազմաթիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, գաղտնի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են բազմատեսակ հանցագործություններ կոռուպցիոն բնույթի, որոնց վերաբերյալ ներկայացվել է 115 առերևույթ հանցանքի մասին հաղորդում։ Դրանցից շատերը բազմադրվակ կոռուպցիոն դեպքերի մասին են, մեծ մասը ստացել են նաև հասարակական մեծ հնչեղություն։ Շատ տվյալներ հնարավոր չէ բացահայտել, քանի որ օպերատիվ հետախուզական գործունեություն իր բնույթով գաղտնի բնույթ է եւ շատ տվյալներ հնարավոր չէ բացահայտել։ Սակայն այստեղ մեծ նշանակություն ունեն նաև անցնող տարվա ընթացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը, տարածքային բաժինների ստեղծումը, գործառույթների հստակ տարանջատումն ու սահմանումը, որոնք էապես բարձրացրել են հակակոռուպցիոն պայքարի թիրախայնությունն ու արդյունավետությունը։ Շատ տեղին է նշել նաև անցնող տարվա ընթացքում օպերատիվ հետախուզական ստորաբաժան աշխատողների աշխատանքի գնահատման կարգի ներդրումը, որը նորույթ է, նախադեպը չի ունեցել։ Այստեղ խրախուսող որևէ գործընթաց սկսելու գնահատման կարգ է սահմանված, որը թույլ է տալիս օբյեկտիվ եւ չափելի չափորոշիչների հիման վրա իրականացնել աշխատանքի գնահատումը եւ բացառել հնարավորինս սուբյեկտիվ մոտեցումները եւ գնահատման առանցքում ունենալ միայն իրական արդյունքները, կատարողական եւ մասնագիտական որակները։ Սա գնահատման կարգը առաջին հերթին կխթանի պատասխանատվության զգացումը եւ նաև կզսպի կարծում եմ։ Այո, եւ կզարգացնի մոտիվացիան նրանց մոտ։ Բացի այդ, գնահատման կարգը մեզ թույլ կտա վերհանել թե ուժեղ կողմերը, թե խնդրահարույց կողմերը եւ ապագայում արդեն իսկ նպատակային կերպով պլանավորել թե վերապատրաստումները, թե կառավարությունների զարգացումները եւ խնդիրներն իրականացնել։ Շատ լավ։ Նշեցիք, որ ընդլայնել եք գործունեությունը նաև ընդգրկելով տարածքային որոշ առումներ։ Այսինքն հակակոռուպցիոն կոմիտեն բացի այս կառույցից, որն առկա է, ունի այլ ստորաբաժանումներ առանձնացված։ Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման հենքի վրա անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորվեցին 4 ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներ, օպերատիվ հետախուզական առաջին վարչությունը, երկրորդ վարչությունը եւ օպերատիվ տեխնիկական բաժինը եւ տեղեկատվական վերլուծական բաժինը։ Այստեղ երկու վարչությունների կազմում առաջին եւ երկրորդ ստեղծվել են տարածքային բաժիններ, Լոռու եւ Շիրակի տարածքային բաժինը, Սյունիքի եւ Այզորի տարածքային բաժինը, որոնք համալրման փուլում են, կադրային համալրման փուլում են, ներկայումս մրցութային գործընթացներ են ընթանում եւ տարածքային բաժինները մեզ թույլ կտան տեղում ծանոթանալ կոռուպցիոն ռիսկերին, նույնականացնել դրանք եւ առավել արդյունավետ ոչ միայն բացահայտման, այլ նաև կանխարգելիչ լուրջ միջոցառումներ իրականացնել։ Սա նորույթ է, նախադեպը չի ունեցել տարածքային բաժինների ստեղծումը եւ հետագայում ըստ ստեղծված բաժինների աշխատանքի արդյունավետության, սա պիլոտային է, նաև կքննարկվի այլ մարզերում տարածքային օպերատիվ հետախուզական բաժինների ստեղծման հնարավորությունը։ Շատ լավ։ Ես նշмарել եմ, որ 2025 թվականին բավականին շատ էին քրեական գործեր, որոնցով անցնում էին հայտնի անձիկ, պաշտոնատար անձիկ, որոնք ունեն հեղինակություն, համբավ եւ բնականաբար որոշ գործիքակազմեր։
Արդյոք այդ գործիքակազմերը կարող են ճնշել քննիչին իր գործունեությունը իրականացնելու ընթացքում։ Ես կարող եմ նշել, որ հակակոռուպցիոն կոմիտեում անկախ պաշտոնատար անձանց դիրքից, ժամանակից հակակոռուպցիոն կոմիտեն որևէ կաշկանդվածություն չունի, թե նախկին, թե գործող պաշտոնյաների մասով համապատասխան հիմքերի առկայության դեպքում վարույթներ նախաձեռնելու, հանրային քրեական հետապնդման միջնորդություններ հարուցելու եւ այլ ընթացակարգեր նախաձեռնելու մասով։ Կուզենայի այստեղ խոսել նաև ուշացած արդարադատության մասին։ Տեսեք, հակակոռուպցիոն կոմիտեն որդեգրել է ուշացած արդարադատությունը բացառելու կամ նվազագույնի հասցնելու գործելավոճ, քանի որ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության մեջ ոչ միայն կարևոր է այդ գործընթացների օրինականությունն ու թափանցիկությունը, այլ նաև կարևոր է դրանք ողջամիտ ժամկետներում իրականացնելը, որովհետև երբ որ իրավական գործընթացները երկար են ձգվում եւ շատ հարցեր կարճ ժամկետում լուծում չեն ստանում կամ ողջամիտ ժամկետում լուծումներ չեն ստանում, հասարակության մոտ ձևավորում է տպավորություն, որ արդարադատությունը չի գործում կամ ոչ արդյունավետ է գործում կամ ընտրովի է գործում։ Եվ այստեղ շատ կարևոր է ուշացած արդարադատությունը նվազագույնի հասցնելը, եւ այս ուղղությամբ մեր աշխատանքները խոսուն են, որովհետեւ 2025 թվականի ընթացքում ընթացք լուծված քրեական վարույթներից 102-ը եղել են 2-ից 7 տարի ժամկետով քննվող, որոնք վերաբերվել են նախկին եւ գործող բարձրաստիճան տարբեր մակարդակների պաշտոնատար անձանց, նախկին վարչապետ, քաղաքապետ, նախագահ եւ շուրջ 200 քրեական վարույթ 1 տարուց ավել քննվող ընթացքը լուծվել է եւ այս ցուցանիշները լավարկման միտում ունեն, որովհետեւ դեռևս դեկտեմբեր ամսվա ընթացքում եւս նախատեսվում են երկար ժամկետում քննվող Այո, մենք հիշեցնենք, որ քննարկում ենք զուտ 11 ամիսների աշխատանքը այս պահին ամփոփել, սակայն այս ցուցանիշներն արդեն իսկ խոսուն են եւ հետագայում արդեն իսկ պետքա բացառվի կար երկարատև քննությունները, ձգձգումները։ Առաջարկում եմ խոսել 2026 թվականի անելիքներից։ Այո, բոլորս եւ կառույցները եւ մարդիկ սովոր են պլանավորել, թե ինչ ուղղություն են կարևորելու 2026 թվականին եւ ինչ անելիքներ են պլանավորել, որպեսզի կենսագործեն այլ ավելի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Որոշներին արդեն իսկ անդրադարձակ։ Կան հստակ ուղղություններ, որոնք կարևորվում են այս պահին 26 թվականի համար։ 26 թվականի ընթացքում մենք ունենք շատ անելիքներ ներկայիս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված մասնագիտացված քննչական վարչությունների կայացման, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող նոր ստորաբաժանումների կայացման, ներդրված նոր փոփոխությունների կայացման, մասնավորապես փոփոխությունների շարքում օրինակ անիմացիոն տեսահոլովակների շարք է մշակվել, որտեղ անիմացիոն տեսահոլովակներում ցույց է տրվում կոռուպցիոն դրսևորումների մասին, դրա բացասական հետևանքների մասին եւ ազդարարվում է հակակոռուպցիոն կոմիտե դիմելու անհրաժեշտության մասին։ Սա նորույթ է եւ գալիք տարում ել ավելի նոր ինտենսիվությամբ դա պետք է տարածվի։ Բացի այդ, հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ են մեծ քայլեր իրականացվում, հանդիպումներ են իրականացվում բուհերի ուսանողների, ավագ դպրոցի աշակերտների հետ, որոնց արդյունքում նույնպես հակակոռուպցիոն կրթության արժե համակարգի ձևավորման, կոռուպցիայի զրո հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում եւ սա պետք է շարունակվի։ Նոր տարում կադրային համալրումների մասով մեծ փոփոխություններ են իրականացվում, մասնավորապես կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ գործնականում առաջացող խնդիրների հաղթահարման եւ օպերատիվ ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ ներկայումս մշակվում է օրենսդրական փաթեթ եւ կա աշխատանքային խումբ։ Եվ այս նոր տարում հնարավորություն կունենանք այդ օրենսդրական փաթեթը համապատասխան ժամկետներում եւ համապատասխան ընթացակարգերով ներկայացնել պատկան մարմիններ եւ եթե հասնենք դրա ընդունմանը, հնարավորություն կունենանք ավելի որակյալ կադրերով համալրել, որովհետեւ սոցիալական երաշխիքներն ինքնին թույլ կտան լավ կադրերով համալրել կառույցը եւ ավելի գրավիչ կդառնա օպերատիվ ծառայողների համար։ Մենք շարունակելու ենք ակտիվ մեր վերահսկողական մեխանիզմների ակտիվացմամբ քննությունների ձգձգումները բացառելը, քանի որ մենք նաև մասնագիտացված 6 վարչությունների ստեղծման հետ մեկտեղ ստեղծեցինք նաև ներքին անվտանգության վերահսկողության վարչություն, նախորդ գործած ներքին անվտանգության վարչության հենքի վրա, սակայն այստեղ երկու տարբերությամբ առաջինը ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությանը վերապահվեց վերահսկողական գործառույթ, սա ինչ է ենթադրում իրենից։ Սա ենթադրում է բարդ հասարակական հնչեղություն ունեցող երկարաժամկետ քննվող քրեական վարույթների ուսումնասիրություն,
համապատասխան զեկույցների ներկայացում, որի նպատակը մեթոդական օգնություն ցուցաբերելն է, դատավարական սխալները նվազագույնի հասցնելն է եւ երկար քննվող քրեական վարույթները մշտապես ուշադրության կենտրոնում պահելն է եւ ղեկավարների ցուցումների, հանձնարարությունների միջոցով դատավարական գործողությունները պատշաճ ժամանակին կատարելը եւ դատավարական ավարտների հասցնելն է։ Եվ երկրորդը նախաքննական գործառույթ չվերապահվեց ներքին անվտանգության վերահսկողության վարչությանը, ինչը թոթափեց ծառաբեռվածությունը եւ թույլ տվեց առավել ակտիվ իրականացնել իր իրազորությունները։ Այսինքն ներքին անվտանգության վերահսկողության վարչությունը մի անկախ դիտորդ կառույցի ներսում ձևավորվեց, որի նպատակը ծառայողների գործունեության օրինականությունը եւ վարքագիծը վերահսկել եկամուտների, բարեվարկության, կապերի մշտադիտարկման միջոցով, ժամանակին վերանել հնարավոր չարաշահումները, սուբյեկտիվ որոշումները եւ այլ ռիսկային գործոնները։ Քանի որ խոսեցինք կադրերի համալրման մասին, տեղեկացված եմ, որ որոշակի փոփոխություններ կան այս մասով եւ կան կադրեր, որոնք իրականում չեն անցնելու քննիչի համար նախատեսված քննության գործընթացներով, որովհետեւ այլ առաքելություն են իրականացնելու։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Տեսեք, ընդհանրապես կադրերի համալրման գործընթացը հակակոռուպցիոն կոմիտեում բավականին բարդ է։ Նա նախատեսում է մի քանի փուլեր։ Նախ հայտարարվում է թափուր պաշտոնի համալրման մասով մրցույթ ինքնավար կամ օպերատիվ ծառայողների, որոնք մեկ ամիս ժամկետ է տրվում փաստաթղթերի ներկայացման համար, համապատասխան փաստաթղթեր, պահանջներ կան, որոնց վերաբերյալ պետք է ներկայացվեն փաստաթղթեր։ Այնուհետև փաստաթղթերի ուսումնասիրության փուլը անցնելուց հետո, եթե ներկայացվում են պատշաճ փաստաթղթեր, նշանակում է թեստավորման փուլ ինքնավար պաշտոն զբաղեցնող տեխնացուների համար։ Թեստավորման փուլը բաղկացած է 100 հարցերից, որոնք գաված են քրեական դատախազներից, քրեական իրավունքից, մասնագիտական, համանadrություն եւ այլն։ Եվ թեստավորման փուլը հաղթահարելուց հետո հարցազրույցի փուլ կա, որտեղ նույնպես մասնագիտական գիտելիքներ են ստուգվում, եւ վերջում բարեվարկության փուլն է, որտեղ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված եզրակացության հիման վրա բարեվարկության մասով տեղերում բարեվարկության հարցազրույց, որը ենթադրում է անձնական որակների ստուգում, բարեվարկության ստուգում, մասնագիտական փորձառության ստուգում, հարցադրումներ են կատարվում տարբեր քրեական ենթամշակույթի վերաբերյալ անձի պատկերացումների, թիմային աշխատանքում ունեցած պատկերացումների, փորձառության մասին, անցած ճանապարհի մասին, բարեվարկության եզրակացությունից են հարցադրումներ կատարում եկամուտների եւ այլնի մասին։ Եվ այս փուլը ինքնին առանցին քննության փուլ է հանդիսանում եւ սա չհաղթահարելու դեպքում նույնպես անձը չի նշանակում թեկուզ եթե մասնագիտական քննությունը հաղթահարած լինի եւ այստեղ շատ կարեւոր է հակակոռուպցիոն կոմիտեում կադրերի համալրման մրցույթային գործընթացում թափանցիկությունը, քանի որ հանձնաժողովը բաղկացած է ընդամենը 3 տեխնացու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներից, 1 կառավարության ներկայացուցիչ եւ 1 քաղաքասարության ներկայացուցիչ, որը ել ավելի թափանցիկ է դարձնում մրցույթը, քանի որ քաղաքասարության ներկայացուցիչը հանդիսանալով հանձնաժողովի անդամ ունի հավասար ձայնի իրավունք, ոնց մյուսները։ Բացի այդ, թափուր հաստիքի մասին մրցույթ հայտարարելուց հետ մեկտեղ դիտորդի մրցույթ է հայտարարվում, որի համար համապատասխան պահանջներ կան եւ եթե անձը համապատասխանում է պահանջներին, դիտորդը ներկայ է գտնվում ամբողջ քննության process-ին եւ որոշակի ենթադրյալ խախտումների, անհամապատասխանությունների դեպքում կարող է բարձրաձայնել, հայտարարությամբ հանդես գալ։ Բացի այդ, բարեվարկության հարցազրույցի ընթացքում ներգրավում է նաեւ հոգեբան, որը նույնպես իր խորհրդատվական կարծիքն է տալիս հանձնաժողովին, որը հանձնաժողովը հաշվի է առնում իր եզրակացության կամ գնահատման գալիս, որտեղ կան համապատասխան միավորներ, որ պետք է անձը հաղթահարի եւ հատկապես օրինակ բարեվարկության փուլից այստեղ ձևավորված միավորներից 35 միավորը պետք է ստանա, որպեսզի հաղթահարի բարեվարկության փուլը, որից 22-ը միայն բարեվարկությունից պետք է ստացած լինի։ Եվ մի կարևոր նշում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեում բացասական եզրակացություն ստացած բարեվարկության բացասական եզրակացություն ստացած անձիկ չեն նշանակվել։ Պարոն Ասատյան, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև բաց եւ թափանցիկ աշխատանք իրականացնելու համար։ Առաջարկում եմ ամփոփելով 2025 թվականը շնորհավորական ուղերձ մեր հասարակությանը եւ խոսք կոմիտեի կողմից շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, միանշանակ հաղորդաշարի մասով եւս շնորհակալություն եմ հայտնում, քանի որ այն հանրային իրազեկվածության, հանրային վերահսկողության եւ հաշվետվողականության առումով կարևոր գործիքներից մեկն է եւ սրա արդյունքում ոչ միայն հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնվում են ոչ միայն խնդիրներ, այլ դուք նաեւ նպաստում եք կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, սրա համար շատ շնորհակալ եմ։
Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին ամանորի կապակցությամբ, ցանկանում եմ խաղաղություն, առողջություն, ձեռքբերումներ, ցանկանում եմ, որպեսզի մեր երկրում ել ավելի ամրանան արդարության եւ պատասխանատվության սկզբունքները եւ պետական մարմինների եւ հասարակության միջև ձևավորվի պարզ, վստահելի եւ գործընկերային շփում կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման եւ առհասարակ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորման հարցում։ Շնորհակալ եմ։ Եվ ուրեմն ամփոփելով ներկայացված տվյալները արձանագրենք մի քանի կարևոր փաստ։ Հաշվետու տարում նախաքննություն է իրականացվել բազմաթիվ քրեական վարույթներով, որոնցից շատերը վերաբերել են բարդ եւ բազմադրվակ կոռուպցիոն դեպքերին, ստացել են հասարակական մեծ հնչեղություն։ Առավել ուշագրավներից նշենք մի քանիսը. Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի վերաբերյալ վարույթը, Բաղաշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի վերաբերյալ վարույթը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանելյանի եւ նույն համայնքապետարանի բաժնի պետ Միասնիկ Կոստանյանի կողմից խմբի կազմում այլ անձանց օժանդակությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ շուկայական արժեքով 11 հեկտար հողամասը ապօրինի օտարելու վերաբերյալ վարույթը, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով 10,000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու, վերջինիս օժանդակելու եւ դատավորին կաշառք տալու վերաբերյալ վարույթը, ՍԱՏՄ ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու վերաբերյալ վարույթը, Ջրային կոմիտեի նախկին նախագահի վերաբերյալ վարույթը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի եւ մյուսների մասով վարույթը։ Նախաձեռնված այս վարույթները ու հակակոռուպցիոն կոմիտեի մեր զրուցակցի կողմից ներկայացված փոփոխությունները հուշում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր քայլերը նկատելի կլինեն 2026 թվականին։ Արձանագրված ցուցանիշները տալիս են դրա բոլոր նախադրյալները։